Երբ Գլենդելի ոստիկանությունը բռնեց Էլվինա Մակարյանի բնակարանի դուռը, առաջին բանը, որ նրանք նկատեցին, դա դռան ներսից փակ լարային շղթան էր։ Ոչ մի հարկադրված մուտք, ոչ մի կոտրված ապակի։ Բայց երբ նրանք մտան ներս, սենյակի անկյունում փոշոտ սեղանի վրա գտան ծրար, դեղին թղթից, որի վրա գրված էր «Չկարդալ մինչև»։ Այդ ծրարը 30 տարի թաքցրել էին։ Ներսում նամակ, որը գրված էր դողացող ձեռքով, եւ այն խոսքեր, որոնք երբեք չպետք է լսեին։ Նամակում Էլվինան չէր խոսում որպես աստղ, որպես երգչուհի, որի ձայնը լցնում էր Երևանի հրապարակները։ Նա խոսում էր որպես կին, որը կորցրել էր ամեն ինչ՝ հայրենիքը, ընտանիքը, իրեն։ Նա անվանում էր մի անուն, մարդու, ով խոստացել էր փրկել նրան, բայց փոխարենը թողել էր մեռնել օտար երկրում, մենակ, մոռացված։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու էր այդ նամակը թաքցվել 30 տարի։ Եվ ամենակարևորը, ինչու էր Էլվինա Մակարյանը, որը երբեմն լցնում էր Հայաստանի ամենամեծ համերգասրահները, մեռել Գլենդելի փոքրիկ բնակարանում, որտեղ նույնիսկ հարևանները չգիտեին նրա անունը։ 1986 թվականին Էլվինա Մակարյանը չէր պատկերացնում, որ 10 տարի անց կմեռնի օտարության մեջ։ Նա կանգնած էր Երևանի օպերայի թատրոնի բեմում, նրա շուրջը հազարավոր լույսեր էին փայլում, եւ հանդիսատեսը ոտքի էր կանգնել նրա համար։ Նրա ձայնը, այդ խորը թրթրացող, հոգու խորքերից բխող ձայնը, որը կարող էր լացել եւ ծիծաղել միաժամանակ, լցնում էր ամբողջ դահլիճը։ Մարդիկ լացում էին նրա երգերից։ Նրանք տանում էին ծաղիկներ, որոնք կուտակվում էին բեմի ծայրերին, եւ երբ Էլվինան խոնարհվում էր, նրա աչքերում էր երևում ոչ թե հպարտություն, այլ մի տարօրինակ վախ, որը ոչ ոք չէր նկատում։ Նա վախենում էր, որ այս ամենը կարող է վերջանալ մի օրում, եւ նա սխալ չէր։ Բայց այդ երեկո, երբ նա վերադարձավ իր փոքրիկ բնակարանը կենտրոնում, նա գտավ մի նամակ, թողնված դռան տակ։ Նամակը գրված էր ռուսերեն, եւ այնտեղ ասվում էր, որ նրա ամուսինը Արամը, ով աշխատում էր որպես ինժեներ Լենինականում, ձերբակալվել է կաշառք վերցնելու համար։ Նամակում չկար ստորագրություն, չկար հասցե, միայն մի նախազգուշացում. եթե չես ուզում, որ քո ընտանիքը տուժի, լռիր։ Էլվինան նստեց իր խոհանոցի փոքրիկ աթոռին եւ առաջին անգամ իր կյանքում զգաց, որ բեմի լույսերը չեն կարող փրկել նրան իրական կյանքի խավարից։ Նա չգիտեր, որ այդ նամակը միայն սկիզբն էր։ Նա չգիտեր, որ 5 տարի անց նույն այդ մարդիկ, ովքեր ուղարկել էին այդ նամակը, կստիպեն նրան լքել Հայաստանը ընդմիշտ։ Արամը ազատվեց 3 ամիս անց, բայց նա այլևս նույն մարդը չէր։ Նա խոսում էր քիչ, խմում էր շատ, եւ երբ Էլվինան փորձում էր հարցնել, թե ինչ է պատահել բանտում, նա միայն շրջվում էր դեպի պատուհանը եւ լռում։ Մի գիշեր, երբ Էլվինան արթնացավ կեսգիշերին, նա տեսավ Արամին, նստած խոհանոցում, ձեռքին օղի, աչքերը կարմիր, եւ նա շշնջում էր ինչ-որ անուն, որը Էլվինան երբեք չէր լսել։ Երբ նա մոտեցավ, Արամը նայեց նրան այնպիսի ատելությամբ, որ Էլվինան զգաց, թե ինչպես է սառչում նրա արյունը։ Դու չգիտես, թե ինչ են նրանք անում մարդկանց հետ, ասաց նա։ Դու չգիտես, թե ինչ են նրանք ուզում ինձնից։ Եվ այդ գիշեր Էլվինան հասկացավ, որ նրա ամուսինը այլևս չի պատկանում նրան։ Նա պատկանում էր մարդկանց, որոնց դեմքերը նա երբեք չէր տեսել, բայց որոնց ուժը զգում էր ամեն օր։ Բայց ո՞վ էին այդ մարդիկը։ Ինչու էին նրանք ուզում կոտրել Էլվինա Մակարյանի կյանքը։ Եվ ինչու էր Արամը, որը երբեմն եղել էր նրա ամենամեծ աջակիցը, այժմ դարձել նրա ամենամեծ գաղտնիքը։ 1989 թվականին, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, Էլվինա Մակարյանը դեռ հավատում էր, որ նրա կարիերան կարող է փրկվել։ Նա դեռ երգում էր համերգներում, թեև հանդիսատեսը փոքրանում էր ամեն ամիս։ Մարդիկ այլևս չունեին փոխտոմսերի համար։ Նրանք կանգնած էին հացի հերթերում, եւ երգերը, որոնք Էլվինան երգում էր սիրո եւ երազանքների մասին, այլևս չէին հպում նրանց սրտերին։ Բայց Էլվինան չէր կարող դադարել։ Նա չէր կարող վերադառնալ իր փոքրիկ բնակարանը եւ նայել Արամի հոգնած, դատապարտող աչքերին։ Նա պետք է երգեր, քանի որ երգելը միակ բանն էր, որը նրան դարձնում էր կենդանի։ Բայց մի օր 1989 թվականի նոյեմբերին, երբ Էլվինան պատրաստվում էր համերգի, նրա դիմասրա մտավ մի մարդ, որին նա երբեք չէր տեսել։ Նա կրում էր սև կոստյում, եւ նրա դեմքը սառը էր, անարտահայտիչ։ Նա ներկայացավ որպես Վահե Սարգսյան եւ ասաց, որ եկել է օգնելու Էլվինային։ Նա ասաց, որ ճանաչում է մարդկանց Ամերիկայում, Գլենդելում, որտեղ ապրում են հազարավոր հայեր, եւ որ նրանք կարող են կազմակերպել Էլվինայի համար համերգաշրջագայություն։ Նա ասաց, որ Էլվինան կարող է վաստակել հազարավոր դոլարներ եւ որ նա կարող է տանել իր ընտանիքին հետը։ Բայց երբ Էլվինան հարցրեց, թե ինչ է ուզում Վահեն իր դիմաց, նա միայն ժպտաց եւ ասաց. «Մենք կխոսենք դրա մասին ավելի ուշ»։ Էլվինան պետք է հասկանար, որ այդ ժպիտը վտանգավոր էր։ Նա պետք է հասկանար, որ Վահե Սարգսյանը չէր եկել օգնելու նրան, այլ օգտագործելու։
Բայց նա այնքան էր հոգնած, այնքան էր հուսահատված, որ ուզում էր հավատալ, որ դեռ կա փրկություն։ Նա ստորագրեց պայմանագիրը, որը Վահեն բերեց հաջորդ օրը։ Նա չկարդաց բոլոր կետերը։ Նա չնկատեց, որ պայմանագրում գրված որ Վահեն կստանա 80% նրա եկամուտներից։ Նա չնկատեց, որ պայմանագրում գրված էր, որ եթե Էլվինան փորձի խզել պայմանագիրը, նա պետք է վճարի $10,000 տուգանք։ Նա միայն տեսավ մի հնարավորություն՝ փախչելու այն կյանքից, որը դարձել էր անտանելի։ 1990 թվականի մարտին Էլվինա Մակարյանը, նրա ամուսին Արամը և նրանց 7 տարեկան դուստր Անին նստեցին ինքնաթիռի մեջ, որը թռչում էր դեպի Լոս Անջելես։ Էլվինան նայում էր պատուհանից և տեսնում էր, թե ինչպես է Երևանը հեռանում ներքևում, փոքրանում, մթնում, մինչև դառնում էր միայն մի կետ հորիզոնում։ Նա զգում էր, որ թողնում է ինչ-որ բան, որը երբեք չի կարող վերադարձնել։ Նա զգում էր, որ թողնում է իր հոգու մի մասը այնտեղ, այդ փոշոտ փողոցներում, այդ փոքրիկ բնակարանում, որտեղ նա երբեմն երգել էր իր դստեր համար, մինչև նա քնելու էր գնում։ Բայց նա չէր կարող դառնալ հետ։ Նա արդեն ստորագրել էր պայմանագիրը։ Նա արդեն պատկանում էր Վահե Սարգսյանին։ Երբ նրանք ժամանեցին Գլենդել, Վահեն սպասում էր նրանց օդանավակայանում։ Նա տարավ նրանց մի փոքրիկ բնակարան, որը գտնվում էր Գլենդելի արևմտյան մասում, մի շենքում, որտեղ ապրում էին հիմնականում տարեց հայեր, ովքեր փախել էին Թուրքիայից կամ Իրանից տասնամյակներ առաջ։ Բնակարանը փոքր էր, 2 սենյակ, մի փոքրիկ խոհանոց և պատուհաններից երևում էր մի նեղ փողոց, որտեղ միշտ կայանված էին հին մեքենաներ։ Վահեն ասաց, որ Էլվինան կսկսի համերգներ տալ 2 շաբաթ անց և որ նա պետք է պատրաստ լինի։ Բայց երբ Էլվինան հարցրեց, թե որտեղ են այդ համերգները, Վահեն միայն ասաց. «Դու կտեսնես»։ Եվ երբ Էլվինան տեսավ, նա ցանկացավ, որ երբեք չլիներ եկել Ամերիկա։ Առաջին համերգը չէր Գլենդելի մեծ համերգասրահում։ Այն էր մի փոքրիկ ռեստորանում, որտեղ հայ տղամարդիկ նստում էին սեղաններին, խմում օղի և խոսում բարձր ձայնով։ Երբ Էլվինան սկսեց երգել, նրանք շարունակեցին խոսել։ Նրանք չէին լսում նրան։ Նրանք նայում էին նրան այնպես, ինչպես նայում են մի իրի, որը գնել են փողով։ Եվ երբ Էլվինան ավարտեց իր երգը, նրանք տափահարեցին թույլ և մեկը գոչեց. «Երգիր ավելի ուրախ բան, ախպեր»։ Էլվինան զգաց, թե ինչպես է ինչ-որ բան կոտրվում նրա ներսում։ Նա նայեց Վահեին, ով կանգնած էր անկյունում և հաշվում փող ռեստորանի սեփականատիրոջ հետ։ Եվ նա հասկացավ, որ նա այլևս աստղ չէ։ Նա այլևս Էլվինա Մակարյանը չէ, ով երգում էր Երևանի օպերայի թատրոնում։ Նա այժմ միայն մի ապրանք է, որը Վահե Սարգսյանը վաճառում է ամենաբարձր գնով առաջարկողին։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ Ամենավատը եկավ 2 ամիս անց, երբ Էլվինան փորձեց խոսել Վահեի հետ իր վճարման մասին։ Նա ասաց, որ նա երգել է 10 համերգ, բայց դեռ չի ստացել ոչ մի $1։ Վահեն նայեց նրան սառը աչքերով և ասաց. «Դու պարտք ունես ինձ $3,000 ինքնաթիռի տոմսերի և բնակարանի վարձի համար։ Երբ դու մարես այդ պարտքը, մենք կխոսենք քո վճարման մասին»։ Էլվինան զգաց, թե ինչպես է հատակը բացվում նրա ոտքերի տակ։ Նա հասկացավ, որ նա ընկել է որոքայթի մեջ։ Նա հասկացավ, որ Վահե Սարգսյանը երբեք չի թողնի նրան ազատ։ Բայց ո՞վ էր իրականում Վահե Սարգսյանը։ Ինչպես էր նա կարողանում վերահսկել Էլվինայի ամբողջ կյանքը։ Եվ ինչու էր Արամը, ով տեսնում էր, թե ինչ է կատարվում իր կնոջ հետ, ոչինչ չանում դրա դեմ։ Արդյոք նա վախենում էր Վահեից, թե նա ինքը մաս էր այդ խաղի։ 1991 թվականին Էլվինա Մակարյանը դադարեց հաշվել, թե քանի համերգ է տվել։ Նա երգում էր 7 օր շաբաթը, երբեմն 2 համերգ մի օրում։ Ռեստորաններ, հարսանիքներ, մասնավոր կուսակցություններ։ Նրա ձայնը, որը երբեմն լցնում էր հազարանոց դահլիճները, այժմ կորչում էր ծխի և օղու հոտի մեջ։ Նրա դեմքը, որը երբեմն փայլում էր բեմի լույսերի տակ, այժմ ծածկված էր հոգնածությամբ և հուսահատությամբ։ Նա քաշել էր 15 կիլոգրամ վերջին 6 ամսում։ Նրա աչքերի տակ մութ շրջանակներ էին հայտնվել, և երբ նա նայում էր Հայելուն, նա չէր ճանաչում այն կնոջը, ով նայում էր նրան հետ։ Բայց ամենավատը չէր նրա արտաքինը։ Ամենավատը այն էր, որ կատարվում էր նրա ընտանիքի հետ։ Արամը գտել էր աշխատանք մի շինարարական ընկերությունում, բայց նա աշխատում էր 12 ժամ օրը, և երբ նա վերադառնում էր տուն, նա այնքան էր հոգնած, որ միայն ընկնում էր անկողնու մեջ և քնում։ Նա այլևս չէր խոսում Էլվինայի հետ։ Նա այլևս չէր նայում նրա աչքերին։ Եվ երբ Էլվինան փորձում էր հպվել նրան, նա շրջվում էր մյուս կողմը և ձևացնում, որ քնած է։ Նրանց դուստր Անին, ով այժմ 11 տարեկան էր, սկսել էր խոսել անգլերեն ավելի լավ, քան հայերեն։ Նա ամաչում էր իր մոր հայկական շեշտից։ Նա ամաչում էր, երբ նրա դասընկերները հարցնում էին, թե ինչու է նրա մայրը միշտ հոգնած և տխուր։
Եվ մի օր, երբ Էլվինան փորձեց գրկել Անին դպրոցից վերադառնալուց հետո, Անին հրեց նրան եւ ասաց. «Ես ատում եմ քեզ։ Ես ատում եմ, որ դու բերեցիր մեզ այստեղ»։ Այդ գիշեր Էլվինան նստեց իր փոքրիկ խոհանոցում եւ առաջին անգամ մտածեց ինքնասպանության մասին։ Նա մտածեց, թե որքան հեշտ կլիներ պարզապես ավարտել այս ամենը։ Նա մտածեց, թե որքան հեշտ կլիներ պարզապես փաթ կլիներ պարզապես փակել աչքերը եւ չարթնանալ այլևս։ Բայց երբ նա նայեց պատուհանից եւ տեսավ Գլենդելի լույսերը, փայլում անտարբեր եւ սառը, նա հասկացավ, որ նա չի կարող այդպես անել։ Նա չի կարող թողնել Անին առանց մոր։ Նա չի կարող թողնել Արամին առանց կին, թեև նա այլևս չգիտեր, թե արդյոք Արամը դեռ սիրում է նրան։ Նա պետք է շարունակեր։ Նա պետք է գտներ ուժ ինչ-որ տեղից։ Բայց այդ ուժը չեկավ ներսից։ Այն եկավ արտաքինից, մի անսպասելի աղբյուրից։ 1992 թվականի հունվարին, երբ Էլվինան երգում էր մի հարսանիքում Գլենդելում, նրա մոտ եկավ մի տարեց կին։ Կինը ներկայացավ որպես Արփինե Գրիգորյան եւ ասաց, որ նա ապրել է Գլենդելում 40 տարի։ Նա ասաց, որ նա լսել է Էլվինայի մասին եւ որ նա ցանկանում է օգնել նրան։ Էլվինան նայեց նրան կասկածանքով։ Նա արդեն սովորել էր չվստահել ոչ ոքի Գլենդելում, բայց Արփինեի աչքերում մի բան կար, մի ջերմություն, մի անկեղծություն, որը Էլվինան չէր տեսել երկար ժամանակ։ Եվ երբ Արփինեն ասաց. «Ես գիտեմ, թե ով է Վահե Սարգսյանը, եւ ես գիտեմ, թե ինչպես կարող ես ազատվել նրանից», Էլվինան զգաց, թե ինչպես է նրա սիրտը սկսում ավելի արագ բաբախել։ Արփինեն տարավ Էլվինային մի փոքրիկ սրճարան, որը գտնվում էր Գլենդելի հարավային մասում։ Նրանք նստեցին անկյունային սեղանի մոտ եւ Արփինեն սկսեց պատմել։ Նա ասաց, որ Վահե Սարգսյանը հայտնի է Գլենդելում որպես մարդ, ով շահագործում է նորեկ հայերին։ Նա բերում է նրանց Ամերիկա խոստումներով, աշխատանքի, փողի, ավելի լավ կյանքի։ Բայց երբ նրանք ժամանում են, նա դարձնում է նրանց իր ստրուկները։ Նա վերցնում է նրանց անձնագրերը։ Նա սպառնում է նրանց ընտանիքներին Հայաստանում։ Եվ նա երբեք չի թողնում նրանց ազատ, քանի դեռ նրանք կարող են վաստակել նրա համար։ Արփինեն ասաց, որ նա ճանաչում է իրավաբան, ով կարող է օգնել Էլվինային խզել պայմանագիրը Վահեի հետ։ Բայց նա նաև ասաց, որ դա վտանգավոր է։ Նա ասաց, որ Վահեն ունի կապեր մարդկանց հետ, ովքեր կարող են վնասել Էլվինային եւ նրա ընտանիքին։ Նա ասաց, որ Էլվինան պետք է շատ զգույշ լինի։ Էլվինան լսեց այս ամենը, եւ նա զգաց, թե ինչպես է վախը եւ հույսը պայքարում նրա ներսում։ Նա ուզում էր հավատալ, որ Արփինեն կարող է օգնել նրան։ Նա ուզում էր հավատալ, որ դեռ կա ելք այս դժոխքից։ Բայց նա նաև վախենում էր։ Նա վախենում էր, որ եթե նա փորձի դիմադրել Վահեին, նա կկորցնի ամեն ինչ։ Նա վախենում էր, որ Վահեն կարող է վնասել Անին կամ Արամին։ Եվ նա չգիտեր, թե արդյոք նա ունի ուժ այդ ռիսկը վերցնելու համար։ Բայց երբ նա վերադարձավ տուն այդ գիշեր եւ տեսավ Արամին նստած խոհանոցում, դարձյալ օղի ձեռքին, աչքերը դատարկ եւ հեռավոր, նա հասկացավ, որ նա չունի ընտրություն։ Նա պետք է փորձեր։ Նա պետք է կռվեր։ Քանի որ եթե նա չկռվեր, նա կմեռներ այստեղ, Գլենդելում, մի կին, ով կորցրել էր ամեն ինչ՝ իր ձայնը, իր ընտանիքը, իր հոգին։ Եվ նա չէր կարող թույլ տալ, որ դա պատահի։ Բայց ինչպես կարող էր նա կռվել Վահե Սարգսյանի դեմ։ Ով էր իրականում այդ իրավաբանը, որի մասին խոսեց Արփինեն։ Եվ ամենակարևորը, արդյոք Արամը կաջակցեր նրան այդ կռվում, թե նա արդեն այնքան էր կոտրված, որ այլևս չէր կարող կանգնել իր կնոջ կողքին։ Եվ ինչու էր Արփինե Գրիգորյանը, մի տարեց կին, ում Էլվինան երբեք չէր տեսել, ուզում օգնել նրան։ Արդյոք նա իսկապես ուզում էր օգնել, թե նա ուներ իր սեփական շահերը։ Երբ Վահե Սարգսյանի գրասենյակի դուռը բացվեց այդ առավոտյան 1992 թվականի փետրվարի 12-ին, Էլվինան տեսավ ոչ թե գրասենյակ, այլ մի տարօրինակ թանգարան, լի հայկական հնաոճ գորգերով, արծաթե սպասքներով եւ պատերին կախված լուսանկարներով, որտեղ Վահեն կանգնած էր հայտնի մարդկանց կողքին, քաղաքական գործիչների, բիզնեսմենների, նույնիսկ մի երկու երգիչների, որոնց Էլվինան ճանաչում էր Հայաստանից։ Բայց ամենաանհանգստացնող բանը չէր լուսանկարները։ Ամենաանհանգստացնող բանը այն էր, որ գտնվում էր Վահեի սեղանի վրա, մի հաստ թղթապանակ, որի վրա գրված էր Էլվինայի անունը լատինատար տառերով։ Վահեն նստած էր իր սեղանի ետևում, ձեռքերը խաչված կրծքի վրա, եւ նրա դեմքին այն սառը ժպիտն էր, որը Էլվինան սովորել էր ատել վերջին 2 տարիների ընթացքում։ «Նստիր, Էլվինա ջան», ասաց նա, եւ նրա ձայնը քաղցր էր, շատ քաղցր, այնպիսի քաղցրություն, որը թաքցնում է թույն։ Էլվինան նստեց աթոռին եւ նա զգաց, թե ինչպես են նրա ձեռքերը դողում։ Նա փորձեց թաքցնել դրանք իր ծնկների տակ, բայց Վահեն արդեն նկատել էր։ Նա միշտ նկատում էր ամեն ինչ։ «Ես լսեցի, որ դու խոսել ես Արփինե Գրիգորյանի հետ»,
ասաց Վահեն, եւ նրա ձայնը դեռ քաղցր էր, բայց այժմ դրա մեջ մի սառը սպառնալիք կար։ Էլվինան զգաց, թե ինչպես է նրա սիրտը կանգ առնում։ Ինչպես գիտեր Վահեն, դրանք հանդիպել էին միայն երեկ, մի փոքրիկ սրճարանում, որտեղ ոչ ոք չէր ճանաչում նրանց։ Ինչպես կարող էր Վահեն իմանալ այդքան արագ։ Վահեն բացեց թղթապանակը եւ հանեց մի լուսանկար։ Լուսանկարում Էլվինան եւ Արփինեն նստած էին սրճարանում, խոսում էին, եւ լուսանկարը նկարված էր այնպիսի անկյունից, որ պարզ էր նրանք չգիտեին, որ նկարվում են։ Գլենդելը փոքր քաղաք է, Էլվինա ջան, ասաց Վահեն։ Այստեղ ամեն ինչ իմանում են, ամեն ինչ տեսնում են, եւ ես ունեմ շատ աչքեր, որոնք տեսնում են ինձ համար։ Էլվինան նայեց լուսանկարին եւ նա զգաց, թե ինչպես է ամեն ինչ փլուզվում նրա շուրջը։ Նա փորձեց խոսել, բայց նրա ձայնը չէր ելնում։ Վահեն դրեց լուսանկարը սեղանի վրա եւ հանեց մեկ այլ փաստաթուղթ։ Սա քո պայմանագիրն է, ասաց նա։ Կետ 14-ը ասում է, որ եթե դու փորձես խզել այս պայմանագիրը առանց իմ համաձայնության, դու պետք է վճարես $10,000 տուգանք։ Բայց ես բարի մարդ եմ ու չեմ ուզի մարդեն, Էլվինա ջան։ Ես չեմ ուզում քեզ վնասել։ Ես ուզում եմ օգնել քեզ։ Այդ պատճառով ես կառաջարկեմ քեզ մի գործարք։ Դու կշարունակես երգել ինձ համար եւս 2 տարի, եւ ես կմոռանամ այս փոքրիկ միջադեպը Արփինե Գրիգորյանի հետ։ Բայց եթե դու մերժես, ես կկանչեմ իմ իրավաբանին, եւ մենք կտեսնենք, թե ինչ կասի դատարանը։ Վահեն դադարեց եւ նայեց Էլվինային այնպիսի հայացքով, որը ասում էր, որ նա արդեն գիտի նրա պատասխանը։ Եվ իհարկե ես կպետք է նաեւ խոսեմ քո ամուսնու Արամի հետ։ Ես լսել եմ, որ նա աշխատում է շինարարական ընկերությունում։ Շատ վտանգավոր աշխատանք է, չէ՞։ Շատ դժբախտ պատահարներ են լինում շինհրապարակներում։ Այդ վերջին նախադասությունը չէր սպառնալիք, այն խոնխոստում էր։ Եվ Էլվինան հասկացավ, որ Վահե Սարգսյանը պատրաստ է անել ամեն ինչ, պահելու նրան իր վերահսկողության տակ։ Նա հասկացավ, որ նա ընկած է որոքայթի մեջ, որտեղից ելք չկա։ Նա կարող էր ընդունել Վահեի առաջարկը եւ շարունակել ապրել այս դժոխքում եւս 2 տարի։ Կամ նա կարող էր մերժել եւ ռիսկի ենթարկել ոչ միայն իր կյանքը, այլև Արամի եւ Անիի կյանքը։ Նա նայեց Վահեի աչքերին, եւ նա տեսավ այնտեղ մի սառը, հաշվարկված դաժանություն, որը նրան հիշեցրեց այն մարդկանց, ովքեր ուղարկել էին այդ նամակը Երևանում 10 տարի առաջ։ Նա հասկացավ, որ Վահեն ոչ թե պարզապես բիզնեսմեն էր, նա մաս էր մի համակարգի, որը ջարդում էր մարդկանց եւ նետում նրանց, երբ նրանք այլևս օգտակար չէին։ Բայց ով էր իրականում Վահե Սարգսյանը։ Ինչպես էր նա կարողանում վերահսկել այդքան շատ մարդկանց Գլենդելում։ Եվ ամենակարևորը, արդյոք Էլվինան ուներ ուժ դիմադրելու նրան, թե նա պետք է ընդուներ իր ճակատագիրը եւ շարունակեր ապրել որպես ստրուկ օտար երկրում։ Մի գիշեր, երբ Արամը դեռ չէր վերադարձել աշխատանքից եւ Անին քնած էր իր սենյակում, Էլվինան նստեց իր փոքրիկ խոհանոցի սեղանի մոտ եւ բացեց մի հին տետր, որը բերել էր Երևանից։ Այդ տետրում նա գրում էր իր երգերի տեքստերը, իր մտքերը, իր երազանքները։ Նա չէր բացել այդ տետրը 2 տարի, քանի որ նա վախենում էր, որ եթե նա կարդա այն, ինչ գրել էր Հայաստանում, նա կհիշի այն կինը, ով նա եղել է, եւ այդ հիշողությունը կկոտրի նրան ամբողջովին։ Բայց այդ գիշեր նա պետք է կարդար։ Նա պետք է հիշեր, թե ով էր նա մինչև Վահե Սարգսյանը մտավ իր կյանք։ Նա բացեց տետրի առաջին էջը եւ այնտեղ, դեղին թղթի վրա նա տեսավ իր սեփական ձեռագիրը, երիտասարդ հույսով լի գրելով. Ես երգում եմ, քանի որ ես ապրում եմ։ Ես ապրում եմ, քանի որ ես երգում եմ։ Էլվինան զգաց, թե ինչպես են արցունքները սկսում հոսել նրա դեմքով։ Նա չէր լացել երկար ժամանակ։ Նա սովորել էր թաքցնել իր արցունքները, քանի որ արցունքները թուլություն էին եւ Գլենդելում թույլ մարդիկ չէին գոյատևում։ Բայց այդ գիշեր նա չէր կարող կանգնեցնել արցունքները։ Նա լաց էր լինում այն կնոջ համար, ով նա եղել էր։ Նա լաց էր լինում այն կնոջ համար, ով նա դարձել էր։ Եվ նա լաց էր լինում այն կնոջ համար, ով նա երբեք չէր լինի։ Նա փակեց տետրը եւ դրեց այն հետդարակի մեջ, եւ նա գիտեր, որ նա երբեք այլևս չի բացի այն։ Քանի որ այդ տետրը պատկանում էր մի այլ կյանքի, մի այլ աշխարհի, որը այլևս գոյություն չուներ։ Բայց երբ նա կանգնեց եւ պատրաստվում էր գնալ քնելու, նա լսեց մի ձայն դռան մոտից։ Դա Արամի ձայնն էր, բայց նա խոսում էր ինչ-որ մեկի հետ։ Էլվինան մոտեցավ դռանը եւ լսեց։ Արամը խոսում էր հեռախոսով եւ նրա ձայնը ցածր էր, գրեթե շշուկ։ Ես չեմ կարող այլևս, ասում էր նա։ Ես չեմ կարող տեսնել, թե ինչպես է նա տառապում։ Ես պետք է անեմ ինչ-որ բան։ Էլվինան սառեց։ Ով էր Արամը խոսում եւ ինչի մասին էր նա խոսում։ Նա լսեց, թե ինչպես է Արամը լսում մյուս մարդուն եւ հետո նա ասաց. Լավ, ես կգամ վաղը, բայց դու պետք է խոստանաս, որ դու կպաշտպանես նրանց։ Դու պետք է խոստանաս, որ Վահեն չի կարող խփվել նրանց։
Էլվինան զգաց, թե ինչպես է նրա սիրտը սկսում ավելի արագ բաբախել։ Արամը պլանավորում էր ինչ-որ բան։ Նա պլանավորում էր ինչ-որ բան Վահեի դեմ, բայց ինչու էր նա չասել Էլվինային։ Ինչու էր նա թաքցնում դա նրանից։ Երբ Արամը մտավ բնակարան, Էլվինան կանգնած էր խոհանոցում սպասում նրան։ Արամը տեսավ նրան եւ դադարեց։ Նրա դեմքը գունատ էր, եւ նրա աչքերում Էլվինան տեսավ մի բան, որը նա չէր տեսել երկար ժամանակ։ Վախ։ Դու լսեցի՞ր, հարցրեց Արամը, եւ նրա ձայնը դողում էր։ Էլվինան գլուխ թափեց։ Ես լսեցի, ասաց նա։ Ո՞վ էր դա։ Ինչ ես դու պլանավորում։ Արամը նայեց նրան երկար, եւ հետո նա նստեց սեղանի մոտ եւ թաքցրեց դեմքը ձեռքերի մեջ։ Ես չեմ կարող ասել քեզ, ասաց նա։ Դա շատ վտանգավոր է։ Եթե դու իմանաս, դու կլինես վտանգի մեջ։ Բայց Էլինան չէր ընդունում այդ պատասխանը։ Նա մոտեցավ Արամին եւ բռնեց նրա ուսերը։ Ես արդեն վտանգի մեջ եմ, ասաց նա։ Մենք բոլորս վտանգի մեջ ենք։ Եվ եթե դու ինչ-որ բան գիտես, որը կարող է օգնել մեզ, դու պետք է ասես ինձ։ Արամը նայեց նրա աչքերին, եւ Էլվինան տեսավ, թե ինչպես է նա պայքարում իր ներսում։ Եվ հետո երկար լռությունից հետո նա սկսեց խոսել։ Նա ասաց, որ երբ նա աշխատում էր շինհրապարակում, նա հանդիպել էր մի մարդու, անունով Գևորգ Ավագյան։ Գևորգը եղել էր ոստիկան Երևանում, բայց նա եկել էր Ամերիկա 10 տարի առաջ եւ այժմ աշխատում էր որպես մասնավոր քննիչ Լոս Անջելեսում։ Գևորգը ասել էր Արամին, որ նա քննում է Վահե Սարգսյանին, մարդկանց շահագործման եւ ապօրինի գործունեության համար։ Նա ասել է, որ նա հավաքում է ապացույցություններ, բայց նա պետք է ունենար վկաներ, մարդկանց, ովքեր պատրաստ են խոսել Վահեի դեմ։ Եվ Արամը համաձայնել էր օգնել նրան։ Նա համաձայնել էր տալ ցուցմունք Վահեի դեմ, եթե Գևորգը կարողանար պաշտպանել Էլվինային եւ Անին։ Էլվինան լսեց այս ամենը, եւ նա զգաց, թե ինչպես են հույսը եւ վախը խառնվում նրա ներսում։ Նա ուզում էր հավատալ, որ Գևորգ Ավագյանը կարող է օգնել նրանց։ Նա ուզում էր հավատալ, որ դեռ կա ելք այս դժոխքից, բայց նա նաեւ վախենում էր։ Նա վախենում էր, որ եթե Վահեն իմանար, թե ինչ են նրանք պլանավորում, նա կկոտրի նրանց։ Նա վախենում էր, որ Գևորգ Ավագյանը չէր կարող պաշտպանել նրանց Վահեի ուժից։ Եվ նա վախենում էր, որ Արամը, ով արդեն այնքան էր կոտորված, չէր կարող դիմանալ այն ճնշմանը, որը Վահեն կդնի նրա վրա։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ Ամենավատը եկավ 2 օր անց, երբ Արամը գնաց հանդիպման Գևորգ Ավագյանի հետ եւ չվերադարձավ։ Էլվինան սպասեց նրան ամբողջ գիշեր։ Նա զանգահարեց նրա հեռախոսին, բայց այն անջատված էր։ Նա զանգահարեց շինարարական ընկերությանը, բայց նրանք ասացին, որ Արամը չի եկել աշխատանքի այդ օրը։ Եվ երբ լույսը բացվեց եւ Արամը դեռ չէր վերադարձել, Էլվինան հասկացավ, որ ինչ-որ սարսափելի բան է պատահել։ Նա հագնվեց եւ պատրաստվում էր գնալ ոստիկանություն, բայց երբ նա բացեց դուռը, նա տեսավ Վահե Սարգսյանին, կանգնած նրա շեմին, ժպտում իր սառը ժպիտով։ «Բարելույս, Էլվինա ջան», ասաց Վահեն։ «Մենք պետք է խոսենք քո ամուսնու մասին»։ Ինչու էր Վահե Սարգսյանը եկել Էլվինայի դուռը այդ առավոտյան։ Ուր էր Արամը։ Եվ ինչու էր Վահեն ժպտում այնպես, կարծես նա արդեն գիտեր, որ նա հաղթել է այս խաղում։ Վահե Սարգսյանը չմտավ Էլվինայի բնակարան։ Նա միայն կանգնեց դռան շեմին, ձեռքերը գրպաններում, եւ նայեց Էլվինային այնպիսի հայացքով, որը ասում էր, որ նա վերահսկում է ամեն ինչ։ Քո ամուսինը շատ հետաքրքիր մարդ է, ասաց նա։ Նա մտածում է, որ կարող է խաղալ հերոսի դեր։ Նա մտածում է, որ կարող է փրկել քեզ, բայց նա չի հասկանում, որ այս խաղում միայն մեկ հերոս կա, եւ դա ես եմ։ Վահեն հանեց իր գրպանից մի փոքրիկ ձայնագրիչ եւ սեղմեց կոճակը։ Էլվինան լսեց Արամի ձայնը խոսում Գևորգ Ավագյանի հետ, պատմում Վահեի մասին, պատմում այն ամենի մասին, ինչ Վահեն արել էր Էլվինայի հետ։ Եվ հետո նա լսեց Գևորգի ձայնը, ասում, որ նա կպաշտպանի Արամին եւ Էլվինային, որ նա կհավաքի բավարար ապացույցություններ Վահեի դեմ։ Վահեն անջատեց ձայնագրիչը եւ դրեց այն հետ իր գրպանը։ «Տեսնում ես, Էլվինա ջան», ասաց նա, «ես միշտ գիտեմ, թե ինչ է կատարվում։ Ես միշտ մի քայլ առաջ եմ»։ Էլվինան զգաց, թե ինչպես է հատակը բացվում նրա ոտքերի տակ։ Եթե Վահեն ուներ այդ ձայնագրությունը, դա նշանակում էր, որ նա գիտեր ամեն ինչ։ Դա նշանակում էր, որ Արամի պլանը ձախողվել էր մինչև այն սկսվելը։ Եվ դա նշանակում էր, որ Արամը մայկում էր, որ Արամը այժմ Վահեի ձեռքերում էր։ «Ուր է Արամը», հարցրեց Էլվինան, եւ նրա ձայնը գրեթե շշուկ էր։ Վահեն ժպտաց։ «Արամը ապահով է», ասաց նա։ «Նա մի փոքր հանգստանում է։ Նա շատ էր հոգնած վերջին օրերին։ Բայց մի անհանգստացիր, նա շուտով կվերադառնա տուն, եթե դու լավ աղջիկ լինես»։ Վահեն մոտեցավ Էլվինային, եւ նա այնքան մոտ էր, որ Էլվինան կարող էր հոտոտել նրա օթեկոլոնի ծանր հոտը։ «Ահա թե ինչ է լինելու», ասաց նա։
Դու կշարունակես երգել ինձ համար։ Դու կմոռանաս Արփինե Գրիգորյանի եւ Գևորգ Հավաքյանի մասին, եւ դու կասես քո ամուսնուն, որ նա պետք է մոռանա իր փոքրիկ հերոսական պլանները։ Եթե դու անես այս ամենը, Արամը կվերադառնա տուն, եւ մենք կշարունակենք մեր փոքրիկ բիզնեսը։ Կարծես ոչինչ չի պատահել։ Բայց եթե դու չանես, ապա Արամը կունենա մի շատ վատ դժբախտ պատահարշին հրապարակում։ Եվ հետո դու կմնաս մենակ այստեղ, Գլենդելում, առանց ամուսնու, առանց փողի, առանց ոչինչի։ Եվ ես կվերցնեմ Անին։ Այդ վերջին նախադասությունը հարվածեց Ալվինային ավելի ուժեղ, քան ցանկացած ֆիզիկական հարված։ Վահեն սպառնում էր վերցնել նրա դուստրը։ Նա սպառնում էր վերցնել միակ բանը, որը դեռ կապում էր Էլվինային կյանքի հետ։ Էլվինան նայեց Վահեի աչքերին եւ նա տեսավ այնտեղ մի սառը, հաշվարկված դաժանություն, որը նրան ասում էր, որ Վահեն իսկապես կաներ այն, ինչ նա սպառնում էր։ Նա հասկացավ, որ նա չուներ ընտրություն։ Նա պետք է ընդուներ Վահեի պայմանները, կամ նա կկորցներ ամեն ինչ։ Նա գլուխ թափեց, եւ այդ գլուխ թափելը ավելի ծանր էր, քան ցանկացած բեռ, որը նա երբևէ կրել էր։ Լավ, ասաց նա։ Ես կանեմ այն, ինչ դու ասում ես։ Վահեն ժպտաց, եւ այդ ժպիտը հաղթանակի ժպիտ էր։ Գիտեի, որ դու խելացի կին ես, ասաց նա։ Նա շրջվեց եւ սկսեց հեռանալ, բայց հետո նա դադարեց եւ նայեց Էլվինային վերջին անգամ։ Եվ Էլվինա ջան, ասաց նա, մի փորձիր դարձյալ խաղալ հերոսի դեր, քանի որ հաջորդ անգամ ես չեմ լինի այդքան ողորմած։ Եվ հետո նա գնաց, թողնելով Էլվինային կանգնած դռան շեմին, դողացող, կոտրված եւ ավելի մենակ, քան երբևէ։ Արամը վերադարձավ տուն 3 օր անց։ Նրա դեմքը ծածկված էր կապտուկներով եւ նրա աջ ձեռքը կապված էր վիրակապով։ Նա չասաց Էլվինային, թե ինչ է պատահել այդ 3 օրվա ընթացքում։ Նա միայն նստեց իրենց անկողնու եզրին եւ լաց եղավ։ Եվ Էլվինան նստեց նրա կողքին եւ բռնեց նրա ձեռքը, եւ նրանք երկուսն էլ լացին միասին, առանց խոսքերի, քանի որ խոսքերը այլևս չէին կարող արտահայտել այն ցավը, որը նրանք զգում էին։ Նրանք հասկացան, որ նրանք պարտվել են։ Նրանք հասկացան, որ Վահե Սարգսյանը հաղթել է։ Եվ նրանք հասկացան, որ նրանք երբեք չեն կարող փախչել այս դժոխքից։ Բայց մի բան, որը Էլվինան չգիտեր այդ գիշեր, այն էր, որ Արամի ներսում ինչ-որ բան կոտրվել էր այդ 3 օրվա ընթացքում։ Ինչ-որ բան, որը երբեք չէր կարող նորից ամբողջանալ։ Եվ այդ կոտրվածությունը կտանի նրան դեպի մի ճանապարհ, որը կավարտվի ողբերգությամբ։ Բայց դա էր մի այլ պատմություն։ Դա էր պատմություն, որը դեռ չէր պատմվել։ Դա էր պատմություն, որը կբացահայտվեր միայն տարիներ անց, երբ Էլվինա Մակարյանի դուռը կգտնվեր փակ ներսից, եւ ոստիկանությունը կգտներ այդ նամակը դեղին թղթի վրա, որը թաքցվել էր 30 տարի։ Բայց ով էր իրականում Գևորգ Հավաքյանը։ Ինչու էր նա փորձում օգնել Արամին եւ Էլվինային։ Եվ ամենակարևորը, ինչպես էր Վահե Սարգսյանը իմացել նրանց պլանի մասին այդքան արագ։ Արդյոք Գևորգի թիմում կար դավաճան, թե Վահեն ուներ այնպիսի ուժեղ կապեր, որ նա կարող էր իմանալ ամեն ինչ, որ կատարվում էր Գլենդելում։ 1994 թվականի ամռանը, երբ Գլենդելի տաք օդը դարձել էր անտանելի եւ ասֆալտը հալչում էր արևի տակ, Էլվինա Մակարյանի փոքրիկ բնակարանի փոստարկղում հայտնվեց մի ծրար, որը չուներ ուղարկողի հասցե։ Ծրարը փոքր էր, շագանակագույն թուղթ, կապված սպիտակ լարով, եւ երբ Էլվինան բացեց այն դողացող ձեռքերով, նա գտավ ներսում մի հին բանալի եւ մի թղթի կտոր, որի վրա գրված էր միայն մի հասցե. Հարավային Բրանդ փողոց, տուն 345, նկուղ։ Ոչ մի ստորագրություն, ոչ մի բացատրություն։ Միայն այդ հասցեն եւ բանալին, որը հին էր, ժանգոտ, եւ որի վրա քորված էր մի փոքրիկ խաչ։ Էլվինան նստեց իր խոհանոցի աթոռին եւ նայեց այդ բանալուն երկար ժամանակ, փորձելով հասկանալ, թե ով կարող էր ուղարկել այն եւ ինչու։ Նա վախենում էր, որ դա դարձյալ Վահե Սարգսյանի խաղերից մեկն է, մի նոր ծուղակ, մի նոր եղանակ վերահսկելու նրան։ Բայց ինչ-որ բան այդ բանալու մեջ, այդ հին, մաշված մետաղի մեջ, ասում էր նրան, որ դա տարբեր է։ Դա ինչ-որ մեկից էր, ով ուզում էր օգնել նրան, ոչ թե վնասել։ Բայց ով էր այդ մարդը։ Եվ ինչու էր նա թաքնվում ստվերների մեջ, փոխանակ բացահայտ օգնելու նրան։ 3 օր Էլվինան պահեց այդ բանալին իր գրպանում, զգալով դրա ծանրությունը ամեն քայլի ժամանակ, եւ ամեն գիշեր նա արթնանում էր քրտնած, երազներ տեսնելով այդ հասցեի մասին։ Հարավային Բրանդ փողոց, տուն 345, նկուղ։ Նա գիտեր, որ այդ փողոցը գտնվում էր Գլենդելի ամենավտանգավոր թաղամասում, որտեղ նույնիսկ ցերեկը մարդիկ չէին քայլում մենակ։ Նա գիտեր, որ եթե նա գնար այնտեղ, նա կարող էր ընկնել ավելի վատ որոգայթի մեջ, քան այն, որտեղ նա արդեն էր։ Բայց նա նաև գիտեր, որ եթե նա չգնար, նա երբեք չէր իմանա, թե ինչ էր թաքնված այդ նկուղում,
եւ այդ անգիտությունը կուտեր նրան ներսից։ Չորրորդ գիշերը, երբ Արամը քնած էր եւ անին անհանգիստ երազներ էր տեսնում իր սենյակում, Էլվինան հագնվեց մութ հագուստներով, վերցրեց բանալին եւ լքեց բնակարանը, առանց աղմուկի, առանց հետքերի, ինչպես ուրվական, որը փախչում է գիշերվա մեջ։ Հարավային Բրանդ փողոցը ավելի վատ էր, քան Էլվինան պատկերացնում էր։ Փողոցային լամպերի կեսը չէր աշխատում, եւ մութ անկյուններում նա լսում էր ձայներ, շշուկներ, ծիծաղներ, որոնք սառեցնում էին նրա արյունը։ Տուն 345-ը հին շենք էր, 2 հարկանի, կարմիր աղյուսներից, որի պատուհանները փակ էին փայտե տախտակներով։ Շենքի կողքին նեղ աստիճան էր իջնում դեպի նկուղ, եւ երբ Էլվինան մոտեցավ այնտեղ, նա տեսավ մի ծանր մետաղյա դուռ, որի վրա նույն խաչի նշանն էր, ինչ բանալու վրա։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա մտցրեց բանալին կողպեքի մեջ, եւ երբ դուռը բացվեց կռնչալով, նա զգաց մի հին խոնավ հոտ, որը խառնված էր թղթի եւ մոմի հոտի հետ։ Նա մտավ ներս եւ դուռը փակվեց նրա հետևից ինքնաբերաբար, թողնելով նրան լիակատար խավարի մեջ։ Էլվինան փնտրեց լույսի անջատիչ, եւ երբ նա գտավ այն եւ սեղմեց, մի թույլ լամպ վառվեց առաստաղից, լուսավորելով մի փոքրիկ սենյակ, որի պատերը ծածկված էին դարակներով, լի փաստաթղթերով, թղթապանակներով եւ հին լուսանկարներով։ Սեղանի վրա սենյակի կենտրոնում դրված էր մի հաստ թղթապանակ, որի վրա գրված էր Վահե Սարգսյան, գործ թիվ 317։ Էլվինան մոտեցավ սեղանին եւ բացեց թղթապանակը դողացող ձեռքերով։ Ներսում նա գտավ տասնյակ փաստաթղթեր, բանկային փոխանցումներ, պայմանագրեր, լուսանկարներ եւ ամենակարևորը՝ մի ցուցականունների, որոնք բոլորը հայեր էին, ովքեր եկել էին Ամերիկա վերջին 10 տարիների ընթացքում։ Յուրաքանչյուր անվան կողքին գրված էր մի գումար, հազարավոր դոլարներ եւ մի ամսաթիվ։ Էլվինան տեսավ իր սեփական անունը ցուցակում՝ Էլվինա Մակարյան, $15,000, 1990 թվական։ Նա հասկացավ, որ այս թղթապանակը պարունակում էր ապացույցություններ Վահե Սարգսյանի բոլոր հանցագործությունների մասին։ Նա հասկացավ, որ ով էլ հավաքել էր այս ամենը, նա աշխատել էր տարիներ, հավաքելով ամեն փաստաթուղթ, ամեն ապացույցություն, որը կարող էր ընկճել Վահեին։ Բայց ով էր այդ մարդը։ Ինչու էր նա թաքցրել այս ամենը այստեղ, այս մութ նկուղում։ Եվ ամենակարևորը, ինչու էր նա ուղարկել բանալին Էլվինային։ Արդյոք նա ուզում էր, որ Էլվինան վերցներ այս ապացույցությունները եւ տաներ դրանք ոստիկանությանը։ Թե դա դարձյալ ծուղակ էր, մի եղանակ ստիպելու Էլվինային անել ինչ-որ բան, որը կավարտվեր նրա կործանումով։ Էլվինան նստեց այդ նկուղում ամբողջ գիշեր, կարդալով փաստաթղթերը մեկ առ մեկ, եւ ամեն էջի հետ նա զգում էր, թե ինչպես է բարկությունը աճում նրա ներսում։ Նա կարդաց պատմություններ տասնյակ հայերի մասին, ովքեր եկել էին Ամերիկա երազանքներով եւ ովքեր վերջացել էին որպես Վահե Սարգսյանի ստրուկներ։ Նա կարդաց մի երիտասարդ երգչուհու մասին, անունով Լուսինե, ով ինքնասպանություն էր գործել 2 տարի առաջ, երբ Վահեն սպառնացել էր տարածել նրա մասին սուտ լուրեր, եթե նա չշարունակեր երգել նրա համար։ Նա կարդաց մի ընտանիքի մասին, հայր, մայր եւ 3 երեխաներ, ովքեր ապրում էին մի փոքրիկ բնակարանում Գլենդելում եւ ովքեր աշխատում էին 18 ժամ օրը Վահեի ռեստորաններում, առանց վճարի, քանի որ Վահեն ասում էր, որ նրանք պարտք ունեն նրան իրենց ինքնաթիռի տոմսերի համար։ Եվ նա կարդաց Արամի մասին, իր սեփական ամուսնու մասին, եւ թե ինչպես էր Վահեն սպառնացել նրան, ասելով, որ եթե նա չլռի, նրա դուստր Անին կվնասվի։ Բայց ամենաշոկային փաստաթուղթը, որը Էլվինան գտավ այդ թղթապանակում, այն էր մի նամակ, որը գրված էր ձեռքով, հայերքով, հայերեն, եւ որը ստորագրված էր անունով Գևորգ Ավագյան։ Նամակում Գևորգը բացատրում էր, որ նա քննիչ է եղել Երևանում եւ որ նա եկել է Ամերիկա 10 տարի առաջ, հետապնդելով Վահե Սարգսյանին, ով փախել էր Հայաստանից խուսափելով ձերբակալությունից։ Գևորգը գրում էր, որ Վահեն Հայաստանում եղել է մաս մի հանցավոր կազմակերպության, որը զբաղվում էր մարդկանց շահագործմամբ եւ ապօրինի գործարքներով, եւ որ երբ խորհրդային համակարգը փլուզվեց, Վահեն օգտագործեց իր կապերը փախչելու Ամերիկա եւ սկսելու նոր կյանք Գլենդելում։ Բայց Գևորգը չէր կարող թույլ տալ, որ Վահեն շարունակի իր հանցագործությունները։ Նա ծախսել էր 10 տարի հավաքելով ապացույցություններ, խոսելով վկաների հետ, փնտրելով փաստաթղթեր, որոնք կապացուցեին Վահեի մեղքը։ Եվ այժմ, երբ նա վերջապես ուներ բավարար ապացույցություններ, նա պատրաստ էր գործել։ Բայց նամակի վերջում Գևորգը գրում էր ինչ-որ բան, որը սառեցրեց Էլվինայի արյունը։ Եթե դու կարդում ես այս նամակը, դա նշանակում է, որ ես այլևս կենդանի չեմ։ Վահեն իմացել է իմ պլանի մասին, եւ նա արդեն գործել է։ Բայց մի վախեցիր։ Այս ապացույցությունները բավարար են ընկճելու նրան։ Տար դրանք ԱՄՆ դաշնային ոստիկանությանը։ Խոսիր գործակալ Ռոբերտ Մաքքենզիի հետ։ Նա գիտե իմ գործի մասին։
Եվ հիշիր, դու ուժեղ ես, Էլվինա։ Դու կարող ես դիմադրել Վահեին։ Դու պետք է դիմադրես, քանի որ եթե դու չդիմադրես, նա կշարունակի կոտրել մարդկանց, ինչպես նա կոտրեց քեզ։ Էլվինան ավարտեց կարդալ նամակը եւ նա զգաց, թե ինչպես են արցունքները սկսում հոսել նրա դեմքով։ Գևորգ Հավաքյանը, մարդը, ով փորձել էր օգնել Արամին, մարդը, ով ծախսել էր 10 տարի հետապնդելով Վահե Սարգսյանին, այլևս կենդանի չէր։ Վահեն սպանել էր նրան, կամ հրահանգել էր սպանել նրան, եւ այժմ Գևորգի միակ հույսը Էլվինան էր։ Նա պետք է վերցներ այս ապացույցությունները եւ տաներ դրանք ոստիկանությանը։ Նա պետք է խոսեր գործակալ Ռոբերտ Մաքքենզիի հետ։ Նա պետք է դիմադրեր Վահեին, թեև դա նշանակում էր դնել իր կյանքը վտանգի մեջ։ Բայց արդյոք նա ուներ այդ ուժը։ Արդյոք նա կարող էր դիմադրել մի մարդու, ով վերահսկում էր ամեն ինչ Գլենդելում, ով ուներ կապեր ոստիկանության, դատարանների, նույնիսկ քաղաքական գործիչների հետ։ Արդյոք նա կարող էր ռիսկի ենթարկել Արամի եւ Անիի կյանքը այս կռվի համար։ Էլվինան նայեց ժամացույցին եւ տեսավ, որ արդեն 6-ն էլ առավոտյան։ Նա պետք է վերադառնար տուն, մինչև Արամը եւ Անին արթնանային եւ նկատեին նրա բացակայությունը։ Նա հավաքեց բոլոր փաստաթղթերը եւ դրեց դրանք մի մեծ պայուսակի մեջ, որը գտավ սենյակի անկյունում։ Նա անջատեց լույսը եւ դուրս եկավ նկուղից, փակելով դուռը իր հետևից եւ թաքցնելով բանալին իր գրպանում։ Երբ նա քայլում էր հետ դեպի տուն, արևը սկսում էր ծագել Գլենդելի վերևում եւ փողոցները դանդաղ լցվում էին մարդկանցով։ Մարդիկ, ովքեր գնում էին աշխատանքի, երեխաներ, ովքեր գնում էին դպրոց, սովորական մարդիկ, ովքեր ապրում էին սովորական կյանք։ Բայց Էլվինայի կյանքը այլևս սովորական չէր։ Նա այժմ կրում էր մի գաղտնիք, որը կարող էր փրկել տասնյակ մարդկանց, կամ կարող էր սպանել նրան եւ նրա ընտանիքին։ Երբ նա հասավ տուն, Արամը դեռ քնած էր, բայց Անին արդեն արթուն էր, նստած խոհանոցում եւ ուտում իր նախաճաշը։ Նա նայեց Էլվինային տարօրինակ հայացքով։ «Ուր էիր, մամ?» հարցրեց նա։ Էլվինան ժպտաց, թեև նրա սիրտը բաբախում էր այնքան ուժեղ, որ նա վախենում էր, որ Անին կկարողանա լսել այն։ «Ես գնացել էի զբոսանքի», ասաց նա։ «Ես չէի կարող քնել»։ Անին գլուխ թափեց եւ շարունակեց ուտել, եւ Էլվինան գիտեր, որ նրա դուստրը չէր հավատում նրան, բայց նա չէր հարցնում ավելին։ Անին սովորել էր չհարցնել հարցեր, քանի որ հարցերը միշտ բերում էին ցավոտ պատասխաններ։ Բայց ինչպես կարող էր Էլվինան պաշտպանել իր դստերը այն ամենից, որ գալու էր։ Ինչպես կարող էր նա ասել Անին, որ նրանց կյանքը շուտով կփոխվի ամբողջովին, որ նրանք կմտնեն մի պատերազմի մեջ, որտեղ թշնամին ավելի ուժեղ էր, քան նրանք երբևէ պատկերացրել էին։ Եվ ամենակարևորը, արդյոք Էլվինան իսկապես պատրաստ էր այդ պատերազմին, թե նա դեռ վախենում էր այնքան, որ կհրաժարվեր վերջին պահին։ 2 շաբաթ Էլվինան պահեց այդ պայուսակը թաքնված իր անկողնու տակ, եւ ամեն գիշեր նա արթնանում էր քրտնած, երազներ տեսնելով Վահե Սարգսյանի մասին, նրա սառը աչքերի, նրա սպառնալիքների, նրա ձեռքերի մասին, որոնք սեղմում էին նրա պարանոցը, խեղդում նրան։ Նա գիտեր, որ նա պետք է գործեր արագ, քանի դեռ Վահեն չէր իմացել, որ նա ունի այդ ապացույցությունները։ Բայց ամեն անգամ, երբ նա պատրաստվում էր վերցնել հեռախոսը եւ զանգահարել AMN-դաշնային ոստիկանություն, նա հիշում էր Վահեի սպառնալիքները, եւ նրա ձեռքերը սկսում էին դողալ այնքան ուժեղ, որ նա չէր կարող սեղմել համարները։ Նա վախենում էր։ Նա վախենում էր Վահեից, նա վախենում էր այն ամենից, ինչ նա կարող էր անել Արամի եւ Անիի հետ, եւ նա վախենում էր, որ եթե նա գործեր, ամեն ինչ կավարտվեր ավելի վատ, քան այն արդեն էր։ Բայց մի օր, երբ Էլվինան վերադառնում էր համերգից հերթական ռեստորանից, որտեղ նա երգել էր հարսանիքի համար, նա տեսավ Արամին, նստած իրենց բնակարանի աստիճաններին, գլուխը թաքցրած ձեռքերի մեջ։ Երբ նա մոտեցավ նրան, նա տեսավ, որ Արամը լացում է։ Դա առաջին անգամն էր, երբ Էլվինան տեսնում էր իր ամուսնուն լացող վերջին 5 տարիների ընթացքում։ Արամը միշտ եղել էր ուժեղ, միշտ փորձել էր պահել ամեն ինչ իր ներսում, բայց այդ օրը ինչ-որ բան կոտրել էր նրա ներսում, եւ նա այլևս չէր կարող պահել։ «Ինչ է պատահել?» հարցրեց Էլվինան, նստելով նրա կողքին եւ բռնելով նրա ձեռքը։ Արամը նայեց նրան, եւ նրա աչքերում Էլվինան տեսավ այնպիսի ցավ, որը խոսքերով չէր կարող արտահայտվել։ «Վահեն տարավ Անին», ասաց նա, եւ նրա ձայնը կոտրված էր։ Նա ասաց, որ Անին կմնա նրա մոտ մի քանի օր, մինչև մենք սովորենք լավ վարվել։ Էլվինան զգաց, թե ինչպես է աշխարհը դադարում պտտվել։ Վահեն վերցրել էր Անին։ Նա վերցրել էր նրանց դուստրը, նրանց միակ երեխային, եւ նա պահում էր նրան որպես պատանդ, որպես եղանակ ստիպելու Էլվինային եւ Արամին ենթարկվել նրան։ Էլվինան ուզում էր գոչել, ուզում էր վազել Վահեի գրասենյակ եւ պահանջել իր դստերը հետ, բայց նա գիտեր, որ դա անօգուտ էր։ Վահեն երբեք չէր տալու Անին հետ, եթե Էլվինան չտար նրան այն, ինչ նա ուզում էր։
Եվ այն, ինչ Վահեն ուզում էր, այն էր Էլվինայի լիակատար ենթարկումը, նրա հոգու, նրա ձայնի, նրա ամբողջ գոյության լիակատար վերահսկումը։ Բայց այժմ Էլվինան ուներ ինչ-որ բան, որը Վահեն չգիտեր։ Նա ուներ այդ ապացույցությունները։ Գևորգ Ավագյանի թղթապանակը, որը կարող էր ընկճել Վահեին եւ ազատել բոլոր նրանց, ովքեր տառապում էին նրա ձեռքից։ Եվ այժմ, երբ Վահեն վերցրել էր անին, Էլվինան հասկացավ, որ նա այլևս չուներ ընտրություն։ Նա պետք է գործեր։ Նա պետք է կռվեր։ Քանի որ եթե նա չկռվեր, նա կկորցներ իր դուստրը ընդմիշտ։ Էլվինան վերադարձավ բնակարան եւ հանեց պայուսակը անկողնուտակից։ Նա նայեց Արամին, ով հետևել էր նրան ներս եւ կանգնած էր դռան մոտ, դեռ լացող, դեռ կոտրված։ Ես գիտեմ, թե ինչպես կարող ենք վերադարձնել անին, ասաց Էլվինան, բայց դու պետք է վստահես ինձ։ Դու պետք է անես այն, ինչ ես ասում եմ, եւ դու պետք է չվախենաս։ Արամը նայեց նրան շփոթված, բայց հետո նա գլուխ թափեց։ Նա պատրաստ էր անել ամեն ինչ վերադարձնելու իրենց դուստրը։ Էլվինան բացեց պայուսակը եւ ցույց տվեց Արամին փաստաթղթերը, նամակը Գևորգ Ավագյանից, ամեն ինչ։ Եվ երբ Արամը ավարտեց կարդալ, նա նայեց Էլվինային այնպիսի հայացքով, որը խառնված էր հույսի եւ վախի հետ։ Դու պատրաստ ես անել սա, հարցրեց նա։ Դու պատրաստ ես դիմադրել Վահեին։ Էլվինան գլուխ թափեց։ Ես պետք է անեմ, ասաց նա։ Քանի որ եթե ես չանեմ, մենք երբեք չենք տեսնի անին դարձյալ։ Հաջորդ առավոտյան Էլվինան եւ Արամը գնացին AMN դաշնային ոստիկանության գրասենյակ Լոս Անջելեսում։ Նրանք խոսեցին գործակալ Ռոբերտ Մաքքենզիի հետ, ով եղել էր Գևորգ Ավագյանի գործընկերը եւ ընկերը։ Երբ Մաքքենզին տեսավ այդ փաստաթղթերը, նրա դեմքը լուրջացավ, եւ նա ասաց, որ դրանք բավարար են ձերբակալելու Վահե Սարգսյանին եւ նրա ամբողջ կազմակերպությանը։ Բայց նա նաև ասաց, որ դա ժամանակ կպահանջի, եւ որ Էլվինան եւ Արամը պետք է շատ զգույշ լինեին, քանի որ Վահեն վտանգավոր մարդ էր եւ նա չէր հանձնվի առանց կռվի։ Մաքքենզին խոստացավ, որ նա անմիջապես կսկսի քննությունը եւ որ նա կանի ամեն ինչ ազատելու անին։ Բայց նա նաև ասաց, որ Էլվինան եւ Արամը պետք է թաքնվեին մի քանի օր, մինչեւ ոստիկանությունը պատրաստ լիներ գործել։ Նա տվեց նրանց մի հասցե, մի ապահով տուն, որտեղ նրանք կարող էին մնալ, եւ նա ասաց, որ նա կկապվի նրանց հետ, երբ ամեն ինչ պատրաստ լիներ։ Էլվինան եւ Արամը գնացին այդ ապահով տուն, մի փոքրիկ բնակարան Սանտա Մոնիկայում, հեռու Գլենդելից, հեռու Վահե Սարգսյանից։ Նրանք սպասեցին այնտեղ 3 օր, 3 երկար, տանջալից օր, երբ նրանք չգիտեին, թե ինչ է կատարվում Անիի հետ, թե արդյոք նա ապահով է, թե արդյոք Վահեն վնասում է նրան։ Եվ ամեն ժամ, որ անցնում էր, Էլվինան զգում էր, թե ինչպես է մեղքի զգացումը ուտում նրան ներսից։ Նա մեղավոր էր զգում, որ նա բերել էր իր ընտանիքին այս դժոխք։ Նա մեղավոր էր զգում, որ նա չէր կարողացել պաշտպանել իր դուստրը։ Եվ նա մեղավոր էր զգում, որ նա սիրել էր երգելը ավելի քան ամեն ինչ, եւ այդ սերը բերել էր նրանց այստեղ, այս անտանելի իրավիճակի մեջ։ Բայց 4-րդ օրը, երբ Էլվինան արդեն կորցրել էր ամեն հույսը, հեռախոսը զանգեց։ Դա գործակալ Մաքքենզին էր։ Նա ասաց, որ ոստիկանությունը պատրաստ է գործել եւ որ նրանք ձերբակալելու են Վահե Սարգսյանին այդ երեկո։ Նա ասաց, որ նրանք գտել են Անին եւ որ նա ապահով է։ Եվ նա ասաց, որ Էլվինան եւ Արամը կարող են վերադառնալ տուն շուտով։ Էլվինան լսեց այս ամենը եւ նա զգաց, թե ինչպես է մի հսկայական բեռ բարձրանում նրա ուսերից։ Նա լաց եղավ, առաջին անգամ երկար ժամանակից ի վեր, բայց այս անգամ դրանք ուրախության արդյունքներ էին, ոչ թե ցավի։ Նա գրկեց Արամին եւ նրանք երկուսն էլ լացին միասին, պահելով միմյանց եւ խոստանալով, որ նրանք երբեք այլևս չեն թույլ տալու, որ ինչ-որ մեկը կոտրի նրանց ընտանիքը։ Բայց արդյոք այս հաղթանակը իսկապես վերջ էր դնելու Էլվինայի տառապանքներին։ Արդյոք Վահե Սարգսյանի ձերբակալությունը իսկապես ազատելու էր նրան այն ստվերներից, որոնք հետապնդել էին նրան 10 տարի։ Թե դա միայն սկիզբն էր մի նոր ճանապարհի, որը տանելու էր նրան դեպի ավելի խավար տեղեր, որտեղ նույնիսկ հույսը չէր կարող հասնել։ Երբ դաշնային գործակալները ներխուժեցին Վահե Սարգսյանի գրասենյակ այդ երեկո 1995 թվականի հոկտեմբերի 22-ին, նրանք գտան միայն դատարկ սենյակ, լի ծխախոտի ծուխով եւ կիսադատարկ օղու բաժակներով։ Սեղանի վրա ճիշտ կենտրոնում դրված էր մի փոքրիկ ձայնագրիչ, որը դեռ աշխատում էր, եւ երբ գործակալները նվագեցին այն, նրանք լսեցին Վահեի ձայնը, հանգիստ, գրեթե զվարճալի, ասելով. «Հարգելի գործակալ Մաքքենզի, եթե դուք լսում եք սա, դա նշանակում է, որ ես արդեն հեռու եմ։ Դուք մտածում եք, որ Էլվինա Մակարյանի փոքրիկ ապացույցները կարող են ընկճել ինձ, բայց դուք չեք հասկանում, որ ես միայն մի փոքր ատամնիկ եմ մի շատ ավելի մեծ մեքենայի մեջ։ Եվ այդ մեքենան երբեք չի դադարում աշխատել»։ Ձայնագրությունը ավարտվեց ծիծաղով։
Սառը, հաշվարկված ծիծաղով, որը ասում էր, որ Վահե Սարգսյանը գիտեր ամեն ինչ։ Նա գիտեր Էլվինայի պլանի մասին, նա գիտեր ոստիկանության գործողությունների մասին, եւ նա արդեն փախել էր, թողնելով միայն դատարկ խոստումներ եւ հին հետքեր։ Գործակալ Մաքքենզին հարվածեց իր ձեռքը սեղանին այնպիսի ուժով, որ բաժակները թռան հատակին եւ կոտրվեցին 1000 կտորների։ Նա հասկացավ, որ նրանք ուշացել էին։ Նա հասկացավ, որ Վահեն ուներ լրտես ոստիկանության ներսում, մեկը, ով տեղեկացրել էր նրան ամեն քայլի մասին, եւ այժմ Վահեն անհետացել էր, թողնելով Էլվինային եւ Արամին առանց արդարադատության, առանց փրկության։ Բայց ամենավատը չէր Վահեի փախուստը։ Ամենավատը այն էր, որ երբ գործակալները գնացին այն հասցեն, որտեղ նրանք ենթադրաբար գտել էին Անին, նրանք հայտնաբերեցին, որ այդտեղում երբեք երեխա չի եղել։ Այն դատարկ պահեստ էր, լի հին տուփերով եւ փոշոտ կահույքով։ Մաքքենզին զանգահարեց Էլվինային եւ Արամին, եւ երբ նա ասաց նրանց ճշմարտությունը, Էլվինան զգաց, թե ինչպես է նրա աշխարհը փլուզվում վերջնականապես։ Անին դեռ Վահեի ձեռքերում էր, կամ ավելի վատ, Վահեն արդեն տարել էր նրան ինչ-որ տեղ, որտեղ ոստիկանությունը երբեք չէր կարող գտնել նրան։ Արամը սկսեց գոչել հեռախոսով, պահանջելով, որ Մաքքենզին անի ինչ-որ բան, որ նա գտնի նրանց դուստրը, բայց Մաքքենզին կարող էր միայն կրկնել, որ նա անելու է ամեն ինչ, որ նա չի դադարելու փնտրել, բայց որ դա ժամանակ է պահանջում։ Եվ ժամանակը դա միակ բանն էր, որը Էլվինան եւ Արամը չունեին։ Քանի որ ամեն րոպե, որ անցնում էր, Անին կարող էր լինել ավելի հեռու, ավելի անհասանելի, ավելի կորած այն խավարի մեջ, որը Վահե Սարգսյանը ստեղծել էր իր շուրջը։ Էլվինան եւ Արամը վերադարձան Գլենդել 3 օր անց, երբ ոստիկանությունը ասաց, որ նրանք այլևս վտանգի մեջ չեն, քանի որ Վահեն հեռացել էր երկրից։ Բայց երբ նրանք բացեցին իրենց բնակարանի դուռը, նրանք տեսան, որ ամեն ինչ շրջված էր, կոտրված էր, ոչնչացված էր։ Վահեի մարդիկ եղել էին այնտեղ, եւ նրանք թողել էին մի հաղորդագրություն, պարզ եւ սարսափելի։ Սեղանի վրա Անիի սենյակում դրված էր մի լուսանկար։ Անին նստած մի անծանոթ սենյակում, պահելով այդ օրվա թերթը, ապացուցելով, որ նա դեռ կենդանի էր։ Բայց նրա աչքերում Էլվինան տեսավ վախ, այնպիսի վախ, որը երեխան երբեք չպետք է զգար։ Եվ լուսանկարի հետևում գրված կարմիր մարկերով մի նախադասություն. Եթե ուզում եք նրան հետ, դադարեցրեք խոսել ոստիկանության հետ։ Սպասեք իմ զանգին։ Բայց այդ զանգը երբեք չեկավ։ Շաբաթներ անցան, հետո ամիսներ, եւ Էլվինան եւ Արամը սպասեցին ամեն օր, ամեն ժամ հեռախոսի մոտ, հույս ունենալով, որ Վահեն կկապվի նրանց հետ, որ նա կասի իր պայմանները, որ նա կտա նրանց հնարավորություն վերադարձնել Անին։ Բայց լռությունը ավելի սարսափելի էր, քան ցանկացած սպառնալիք։ Լռությունը ասում էր, որ Վահեն խաղում էր նրանց հետ, որ նա վայելում էր նրանց տառապանքները, որ նա ուզում էր կոտրել նրանց ամբողջովին, մինչև նրանք դառնային ոչինչ։ Գործակալ Մաքքենզին շարունակեց իր քննությունը, բայց ամեն հետք, որը նա հետևում էր, հանգեցնում էր դատարկության։ Վահե Սարգսյանը անհետացել էր, կարծես նա երբեք չի գոյացել, եւ նրա հետ անհետացել էր Անին։ 1996 թվականի գարնանը Արամը սկսեց խմել ավելի շատ, քան երբևէ։ Նա կորցրել էր իր աշխատանքը, քանի որ նա չէր կարող կենտրոնանալ, չէր կարող աշխատել, երբ նրա դուստրը կորած էր ինչ-որ տեղ, տառապում, վախենում, կանչում իր ծնողներին, ովքեր չէին կարող գալ նրան փրկելու։ Նա նստում էր խոհանոցում ամբողջ գիշեր, օղի ձեռքին, եւ նայում էր Անիի լուսանկարներին։ Լուսանկարներ նրա ծննդյան օրերից, նրա առաջին օրվանից դպրոցում, նրա ժպիտից, որը այժմ միայն հիշողություն էր։ Եվ ամեն գիշեր նա մեղադրում էր իրեն, մեղադրում էր Էլվինային, մեղադրում էր Աստծուն, եթե Աստված գոյություն ուներ, որ թույլ տվեց այս ամենը պատահել։ Էլվինան փորձեց օգնել նրան, փորձեց ասել նրան, որ նրանք պետք է շարունակեն հավատալ, որ Անին կվերադառնա, բայց Արամը այլևս չէր լսում նրան։ Նա կորցրել էր հավատը, նա կորցրել էր հույսը, եւ նա կորցրել էր ինքն իրեն։ Մի գիշեր 1996 թվականի օգոստոսի 14-ին Արամը չվերադարձավ տուն։ Էլվինան սպասեց նրան մինչև առավոտ, եւ երբ նա դեռ չեկավ, նա զանգահարեց ոստիկանություն։ Նրանք գտան Արամի մարմինը 2 օր անց, Լոս Անջելես գետի ափին, մոտ մի կամրջի, որտեղ անօթևաններն էին քնում։ Ոստիկանությունը ասաց, որ դա ինքնասպանություն ուներ, որ Արամը թմրանյութերի գերբնական չափաբաժին էր ընդունել, եւ որ նա թողել էր մի նամակ իր գրպանում։ Նամակում Արամը գրել էր միայն 3 բառ. «Ներեցեք ինձ, Անի»։ Էլվինան կարդաց այդ նամակը, եւ նա զգաց, թե ինչպես է նրա սիրտը կանգ առնում։ Արամը չէր կարողացել դիմանալ այն մեղքի զգացմանը, որը ուտում էր նրան ամեն օր։ Նա չէր կարողացել ապրել այն գիտակցությամբ, որ նա չէր կարողացել պաշտպանել իր դուստրը։ Եվ նա ընտրել էր միակ ելքը, որը նա տեսնում էր, ավարտել իր տառապանքները, թողնել այս աշխարհը, որտեղ նա այլևս չէր կարող գտնել իմաստ։
Էլվինան թաղեց Արամին մի փոքրիկ գերեզմանատանը Գլենդելում, եւ թաղմանը եկան միայն մի քանի մարդիկ, հին ընկերներ Հայաստանից, ովքեր նույնպես ապրում էին Ամերիկայում եւ ովքեր նույնպես կորցրել էին ամեն ինչ, երբ նրանք եկան այստեղ, փնտրելով ավելի լավ կյանք։ Գործակալ Մաքենզին նույնպես եկավ, եւ նա ասաց Էլվինային, որ նա շարունակելու է փնտրել Անին, որ նա երբեք չի դադարելու, բայց Էլվինան տեսավ նրա աչքերում, որ նա այլևս չի հավատում, որ Անին կգտնվի կենդանի։ Եվ այդ օրը, երբ Էլվինան կանգնած էր Արամի գերեզմանի մոտ, նայելով այն սև հողին, որը ծածկել էր նրա ամուսնուն, նա հասկացավ, որ նա մնացել է ամբողջովին մենակ այս աշխարհում։ Նա կորցրել էր իր դուստրը, նա կորցրել էր իր ամուսնուն, եւ նա կորցրել էր ինքն իրեն։ Տարիներ անցան, եւ Էլվինա Մակարյանը շարունակեց ապրել Գլենդելում, թեև նա այլևս չէր երգում։ Նրա ձայնը, որը երբեմն լցնում էր համերգասրահները, այժմ լռում էր, քանի որ երգելը հիշեցնում էր նրան այն ամենի մասին, ինչ նա կորցրել էր։ Նա աշխատում էր որպես մաքրուհի հյուրանոցներում, վաստակելով բավարար փող, վճարելու իր փոքրիկ բնակարանի վարձը եւ գնելու սնունդ։ Նա ապրում էր մեկուսացած, խուսափելով մարդկանցից, քանի որ մարդիկ հարցեր էին տալիս եւ հարցերը ցավ էին բերում։ Նա ամեն օր այցելում էր Արամի գերեզմանը եւ խոսում նրա հետ, պատմում նրան իր օրվա մասին, թեև նա գիտեր, որ Արամը այլևս չէր լսում։ Եվ ամեն գիշեր նա նստում էր իր փոքրիկ խոհանոցում եւ նայում էր Անիի լուսանկարներին, հույս ունենալով, որ մի օր հեռախոսը կզանգի եւ ինչ որ մեկը կասի, որ Անին գտնվել է, որ նա ապահով է, որ նա վերադառնում է տուն։ Բայց այդ զանգը երբեք չեկավ։ 1999 թվականին գործակալ Մաքքենեզին կապվեց Էլվինայի հետ եւ ասաց, որ նա փակում է Անիի գործը։ Նա ասաց ուրախ է, որ Անին գտնվել է, որ նա ապահով է, որ նա վերադառնում է տուն։ Բայց այդ զանգը երբեք չեկավ։ 1999 թվականին գործակալ Մաքքենեզին կապվեց Էլվինայի հետ եւ ասաց, որ նա փակում է Անիի գործը։ Նա ասաց ուրախ է, որ Անին գտնվել է, որ նա ապահով է, որ նա վերադառնում է տուն։ Բայց այդ զանգը երբեք չեկավ։ 1999 թվականին գործակալ Մաքքենեզին կապվեց Էլվինայի հետ եւ ասաց, որ նա փակում է Անիի գործը։ Նա ասաց ուրախ է, որ Անին գտնվել է, որ նա ապահով է, որ նա վերադառնում է տուն։ Բայց այդ զանգը երբեք չեկավ։ 1999 թվականին գործակալ Մաքքենեզին կապվեց Էլվինայի հետ եւ ասաց, թե ինչպես է վերջին կապը, որը պահում էր նրան կյանքի հետ կտրվում։ Եթե Անին մեռած էր, ապա ինչու էր Էլվինան դեռ ապրում։ Ինչու էր նա շարունակում շնչել, երբ նրա դուստրը, նրա միակ երեխան այլևս չէր շնչում։ Բայց Էլվինան չարեց այն, ինչ Արամը արեց։ Նա չընտրեց ինքնասպանությունը, թեև նա մտածեց դրա մասին ամեն օր։ Նա շարունակեց ապրել, ոչ թե որովհետև նա ուզում էր ապրել, այլ որովհետև նա չէր կարող թույլ տալ, որ Վահե Սարգսյանը հաղթի ամբողջովին։ Նա չէր կարող թույլ տալ, որ նա ոչնչացնի նրան այնպես, ինչպես նա ոչնչացրել էր Արամին, Անին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ընկել էին նրա որոքայթի մեջ։ Էլվինան շարունակեց ապրել, քանի որ ապրելը նրա վրեժխնդրությունն էր, նրա եղանակը ասելու Վահեին, որ նա չէր կարողացել կոտրել նրան ամբողջովին։ 2007 թվականի նոյեմբերի 21-ին, երբ Էլվինա Մակարյանը վերադարձավ իր բնակարան երկար օրվա աշխատանքից հյուրանոցում, նա զգաց, որ ինչ-որ բան այլ է։ Դուռը փակ էր ինչպես միշտ, բայց երբ նա մտավ ներս, նա զգաց մի տարօրինակ հոտ, ծանոթ, բայց մոռացված։ Դա օղու հոտն էր, խառնված ծխախոտի հետ, եւ այդ հոտը նրան հիշեցրեց Վահե Սարգսյանի գրասենյակը 17 տարի առաջ։ Էլվինան սառեց։ Նա նայեց շուրջը եւ տեսավ, որ նրա փոքրիկ խոհանոցի սեղանի վրա դրված է մի ծրար, նույն շագանակագույն թուղթը, նույն սպիտակ լարը, ինչպես այն ծրարը, որը նա ստացել էր 13 տարի առաջ։ Նրա ձեռքերը դողացին, երբ նա բացեց այն, եւ ներսում նա գտավ մի նամակ եւ մի փոքրիկ լուսանկար։ Լուսանկարում երիտասարդ կին էր, 24 կամ 25 տարեկան, կանգնած մի փողոցում, որը Էլվինան չէր ճանաչում, բայց կնոջ դեմքը, նրա աչքերը, նրա ժպիտը, դրանք Անիի էին։ Դա Անին էր, 17 տարի անց, մեծացած, փոխված, բայց դեռ նրա դուստրը։ Էլվինան զգաց, թե ինչպես է նրա սիրտը կանգ առնում։ Նա բռնեց լուսանկարը դողացող ձեռքերով եւ նայեց այն երկար, փորձելով հավատալ, որ դա իրական է, որ դա ոչ թե երազ է, ոչ թե երազ է, ոչ թե հալյուցինացիա։ Հետո նա բացեց նամակը եւ կարդաց։ Նամակը գրված էր հայերեն եւ այն ստորագրված էր անունով Անի Մակարյան։ Նամակում Անին գրում էր, որ նա ապրում է Մեքսիկայում, որ Վահե Սարգսյանը տարել էր նրան այնտեղ, երբ նա 11 տարեկան էր, եւ որ նա մեծացել է այնտեղ առանց իմանալու իր իսկական անունը, առանց իմանալու, որ նրա ծնողները փնտրում էին նրան։ Նա գրում էր, որ Վահեն ասել էր նրան, որ նրա ծնողները մեռել են եւ որ նա պետք է մոռանար իր անցյալը։ Բայց երբ Անին 18 տարեկան դարձավ, նա սկսեց փնտրել ճշմարտությունը
Եվ նա գտավ հին թերթեր, որոնք պատմում էին Արամի մահվան մասին, եւ որոնք նշում էին Էլվինայի անունը։ Եվ նա հասկացավ, որ Վահեն ստել էր նրան։ Նա հասկացավ, որ նրա մայրը դեռ կենդանի էր եւ որ նա ապրում էր Գլենդելում։ Անին գրում էր, որ նա ուզում է տեսնել Էլվինային, բայց որ նա վախենում է։ Նա վախենում է, որ Վահե Սարգսյանը, ով դեռ ապրում է Մեքսիկայում եւ դեռ վերահսկում է նրա կյանքը, կիմանա եւ կվնասի Էլվինային։ Նա գրում էր, որ նա ուղարկում է այս նամակը գաղտնի եւ որ Էլվինան չպետք է փորձի գտնել նրան, քանի որ դա շատ վտանգավոր է։ Բայց նա նաեւ գրում էր, որ նա սիրում է Էլվինային, թեև նա երբեք չի տեսել նրան, եւ որ նա հույս ունի, որ մի օր նրանք կկարողանան հանդիպել, երբ Վահեն այլևս չի կարող վնասել նրանց։ Նամակը ավարտվում էր խոսքերով. «Մայրիկ, ես գիտեմ, որ դու տառապել ես ինձ համար։ Ես գիտեմ, որ դու կորցրել ես ամեն ինչ, բայց խնդրում եմ, մի կորցրու հույսը։ Ես կենդանի եմ, ես ապրում եմ, եւ մի օր մենք կլինենք միասին դարձյալ»։ Էլվինան ավարտեց կարդալ նամակը եւ նա զգաց, թե ինչպես են արցունքները սկսում հոսել նրա դեմքով։ Առաջին անգամ 17 տարում արցունքներ, որոնք չէին ցավի, այլ ուրախության, հույսի, սիրո։ Անին կենդանի էր։ Նրա դուստրը, որին նա մտածում էր, որ կորցրել է ընդմիշտ, կենդանի էր, եւ նա հիշում էր նրան, եւ նա սիրում էր նրան։ Էլվինան գրկեց լուսանկարը իր կրծքին եւ լաց եղավ երկար ժամանակ, թողնելով բոլոր այն տարիների ցավը, մեղքի զգացումը, ացումը, հուսահատությունը հոսել իր մարմնից։ Եվ երբ նա վերջապես դադարեց լալ, նա զգաց, թե ինչպես է ինչ-որ բան փոխվում նրա ներսում։ Նա զգաց, թե ինչպես է հույսը, որը նա մտածում էր, որ մեռել է, դարձյալ արթնանում։ Բայց նամակում Անին ասել էր, որ Վահե Սարգսյանը դեռ ապրում է, դեռ վերահսկում է նրա կյանքը։ Դա նշանակում էր, որ Վահեն երբեք չէր պատժվել իր հանցագործությունների համար։ Դա նշանակում էր, որ նա դեռ ազատ էր։ Դեռ կարող էր վնասել մարդկանց, դեռ կարող էր կոտրել ընտանիքները, ինչպես նա կոտրեց Էլվինայի ընտանիքը։ Եվ Էլվինան հասկացավ, որ նա չէր կարող թույլ տալ, որ դա շարունակվի։ Նա չէր կարող թույլ տալ, որ Վահեն շարունակի իր խավար գործերը, մինչ նա ապրում էր հանգիստ Մեքսիկայում, վայելելով իր հանցավոր փողերը։ Էլվինան հասկացավ, որ նա պետք է անի ինչ-որ բան։ Նա պետք է գտներ եղանակ ազատելու Անին Վահեի ձեռքերից։ Եվ նա պետք է գտներ եղանակ վերջապես բերելու արդարադատություն այն մարդուն, ով ոչնչացել էր նրա կյանքը։ 2007 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ Գլենդելի ոստիկանությունը բռնեց Էլվինա Մակարյանի բնակարանի դուռը, նրանք գտան այն փակ ներսից, շղթայով, ինչպես նկարագրված էր այս պատմության սկզբում։ Երբ նրանք մտան ներս, նրանք գտան Էլվինային, նստած իր փոքրիկ խոհանոցի սեղանի մոտ, գլուխը դրված ձեռքերի վրա, կարծես նա քնած էր։ Բայց երբ նրանք մոտեցան, նրանք տեսան, որ նա այլևս չէր շնչում։ Բժիշկները ասացին, որ նա մեռել էր սրտի կաթվածից, որ նրա սիրտը, որը տառապել էր այնքան երկար, վերջապես դադարել էր բաբախել։ Սեղանի վրա, Էլվինայի ձեռքի տակ, նրանք գտան երկու նամակ։ Առաջին նամակը այն էր, որը Անին ուղարկել էր նրան 10 օր առաջ։ Երկրորդ նամակը գրված էր Էլվինայի ձեռքով, եւ այն հասցեագրված էր Անիին։ Երկրորդ նամակում Էլվինան գրել էր իր դստեր համար վերջին խոսքերը։ Նա գրել էր, որ նա երջանիկ է, որ Անին կենդանի է, որ նա երբեք չի դադարել հավատալ, որ մի օր նրանք կհանդիպեն դարձյալ։ Նա գրել էր, որ նա ներում է Անիին, որ նա չէր կարողացել կապվել նրա հետ ավելի շուտ, եւ որ նա հասկանում է, թե ինչու Անին վախենում էր։ Բայց նա նաեւ գրել էր, որ Անին չպետք է վախենա այլևս։ Նա գրել էր, որ նա արել է ինչ-որ բան, որը կազատի Անին Վահե Սարգսյանի ձեռքերից ընդմիշտ։ Նա գրել էր, որ նա կապվել է գործակալ Մաքքենզիի հետ դարձյալ, եւ որ նա տվել է նրան նոր տեղեկություններ, որոնք Անին ուղարկել էր նրան իր նամակում։ Տեղեկություններ Վահեի գտնվելու վայրի մասին Մեքսիկայում, նրա բիզնեսի մասին, նրա կապերի մասին։ Եվ նա գրել էր, որ Մաքքենզին խոստացել է գործել, որ նա կձերբակալի Վահեին, եւ որ այս անգամ Վահեն չի կարող փախչել։ Էլվինան գրել էր, որ նա գիտի, որ նա չի ապրի բավականաչափ երկար, տեսնելու Վահեի ձերբակալությունը կամ տեսնելու Անին դարձյալ։ Նա գրել էր, որ նրա սիրտը հոգնած է, որ նրա մարմինը կոտրված է եւ որ նա պատրաստ է հանգչելու։ Բայց նա նաեւ գրել էր, որ նա մեռնում է երջանիկ, քանի որ նա գիտի, որ Անին ապահով կլինի, որ Վահեն վերջապես կպատժվի եւ որ արդարադատությունը, որը նա փնտրել է 17 տարի, վերջապես կգա։ Նամակը ավարտվում էր խոսքերով. «Իմ սիրելի Անի, ես սիրում եմ քեզ ավելի, քան կյանքը։ Ես միշտ սիրել եմ քեզ, նույնիսկ երբ ես չգիտեի, թե որտեղ ես դու։ Եվ այժմ, երբ ես գիտեմ, որ դու ապահով ես, ես կարող եմ հանգիստ մեկնել այս աշխարհից։ Ապրիր երջանիկ իմ աղջիկ։ Ապրիր այն կյանքը, որը ես երբեք չկարողացա ապրել։ Եվ հիշիր, քո մայրը միշտ քեզ հետ է, նույնիսկ երբ նա այլևս այստեղ չէ»։
Ոստիկանությունը ուղարկեց այդ նամակը Մեքսիկա, այն հասցեին, որը Անին թողել էր իր նամակում։ Եվ 2 շաբաթ անց, երբ Էլվինա Մակարյանը թաղվեց Արամի կողքին Գլենդելի գերեզմանատանը, Անի Մակարյանը եկավ Ամերիկա առաջին անգամ 25 տարում։ Նա կանգնեց իր մոր գերեզմանի մոտ եւ նա լաց եղավ այն կնոջ համար, ում նա երբեք իսկապես չճանաչեց, բայց ում նա միշտ սիրել է։ Եվ նա խոստացավ, որ նա կապրի այն կյանքը, որը Էլվինան ուզում էր նրա համար, որ նա կերքի այն երգերը, որոնք Էլվինան այլևս չէր կարող երգել, եւ որ նա երբեք չի մոռանա այն զոհողությունը, որը նրա մայրը արեց նրա համար։ Ինչ վերաբերում է Վահե Սարգսյանին, նա ձերբակալվեց Մեքսիկայում 3 ամիս անց 2008 թվականի մարտին։ Մեքսիկական իշխանությունները աշխատելով ԱՄՆ դաշնային ոստիկանության հետ հարձակվեցին նրա տան վրա Գվադալախարայում եւ գտան ապացույցություններ տասնյակ հանցագործությունների, մարդկանց շունների, մարդկանց շահագործում, ապօրինի գործարքներ, նույնիսկ մի քանի սպանություններ։ Վահեն դատապարտվեց 20 տարի բանտարկության եւ նա մեռավ բանտում 2018 թվականին սրտի հիվանդությունից։ Նրա մահը չբերեց հանգստություն նրանց, ովքեր տառապել էին նրա ձեռքից, բայց այն բերեց փակում։ Գիտակցությունը, որ նա վերջապես չէր կարող վնասել ուրիշներին։ Անի Մակարյանը մնաց Ամերիկայում Էլվինայի թաղումից հետո։ Նա սկսեց երգել, ինչպես նրա մայրը երբեմն երգում էր, եւ նրա ձայնը, որը ժառանգել էր Էլվինայից, լցրեց Գլենդելի փոքրիկ համերգասրահները այնպիսի ջերմությամբ եւ սիրով, որը մարդիկ չէին զգացել երկար ժամանակ։ Եվ ամեն անգամ, երբ նա երգում էր, նա մտածում էր իր մոր մասին, այն կնոջ մասին, ով կորցրել էր ամեն ինչ, բայց ով երբեք չէր կորցրել հույսը, ով տառապել էր ամբողջ կյանքը, բայց ով վերջում գտել էր խաղաղություն, գիտակցելով, որ նրա դուստրը ապահով է։ Ինչպես եք վերաբերվում Էլվինա Մակարյանին։ Արդյոք նա զոհ էր այն համակարգի, որը վռնդեց նրան Հայաստանից եւ սպանեց նրան Ամերիկայում, թե նա ինքը մեղավոր էր իր ճակատագրում, քանի որ նա ընտրեց երգելը ավելի, քան իր ընտանիքի անվտանգությունը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Յուններում մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք հիշում են նրան ձեր քաղաքում։ Արդյոք նրա պատմությունը դիպչում է ձեր սրտին։ Դրեք լայք ճշմարտության համար եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չբաց թողնեք այլ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր կորցրել են ամեն ինչ, բայց ովքեր երբեք չդադարեցին կռվել իրենց սիրելիների համար։